Տղամարդու վախեր։ Ողջունում եմ բոլորիդ, ձեզ հետ նորից ուրոլոգիայի գեներալիսիմուս Գևնա եւ ես ձեր խոնարհ ծառան Լևոնս։ Եթերում Men's Talk տղամարդկանց խոսակցություն ծրագիրն է, ու այսօր խոսալու ենք մի հատ շատ սպეციფიկ թեմայի մասին, ոնց հասկացաք, ինչը միշտ բառից բուն իմաստով վախենում ենք բարձրաձայնել։ Տղամարդկանց վախերը որոնք են, ինչից ես դու վախենում, օրինակ։ Վախենում ես, որ մի օր այդ պարապածը, ասենք, չգիտեմ, կկորի կգնա։ Վախենում ես, որ, չգիտեմ, օրինակ կընկնես կհիվանդանաս, էլ չես կարողանա պարապես, ոտքդ կկոտ, ինչ որ սենց բաներից վախենում ես։ Ամոթ կլինի թաքցնեմ, որ ժամանակին կարամ նույնիսկ ժամկետ նշեմ, մինչև 28 տարեկանս լրիվ այլ մարդ էի։ Բառից բուն իմաստով դեռ ինքնահաստատված չէի, աշխարհայացս լրիվ այլ էր։ Այդ ժամանակ այնպես պրիմիտիվ բաներից էի վախում, որոնցից մեկը հենց բարձրաձայնեցիր, մասնավորապես, որ մարմինս իր տեսքը կկորցնի, սակայն ժամանակի հետ, երբ որ մի քիչ ավելի իմաստնացա, այսպես ասած երրորդ աչքս բացվեց, հասկացա, որ արտաքինը դա երրորդական է, այն նարցիստիկ դրսևորումը արդեն իմ համար ավելի շատ կարիկատուրայի պես է, ինքնաիրոնիա է եւ այլն։ Հավատացեք ժողովուրդ, տղամարդիկ, սպորտով զբաղվող տղամարդիկ արդից օգտվում են, բոլորիդ խորհուրդ եմ տալիս։ Ընդհանրապես կարևոր չի այս ավատարը, եթե ներսումդ դատարկա փուճա ու դու արժեքներ չունես։ Հիմա իմ համար տղամարդու համար առաջին վախը, որի դեմ պայքարելը համարում եմ հələ որ անարդյունավետ, դա Գև ջան, թույլ երևալն է։ Ու ինձ թվում է շատ տղամարդիկ են դրանից վախում, ես էլ եմ վախենում, դու էլ ես վախենում։ Իրականում տղամարդիկ են, որ միֆ կա, որ տղամարդը անվախ է, ինքը ոչ մի բանից չի վախենում, տղամարդը ունի լիքը վախեր։ Ես բժշկորեն է կարամ ասեմ, տղամարդը շատ տարբեր վախերից ամենա ասենց բժշկական վախը դա օրինակ էրեկցիայի խանգարումն է, որ իր մոտ չստացվի անկողնում ոչ մի բան անել, մեկ։ Իր մոտ անկողնում լավ չստացվի ոչ մի բան անել, որովհետև իր համար այդ զուգընկերոջ գոհունակությունը շատ կարևոր բան է, ու եթե տղամարդը վերջացնեմ, պատմի, որովհետև տղամարդը եթե հանգարց լսի սեռական ակտի վերջում, որ ինքը վերջն էր, կարող է իր մոտ անենց մի հատ հոգեբանական էրեկցիալ դիսֆունկցիա սկսվի, որ 100 հոգով չկարողանանք բուժենք, այսինքն տղամարդու վախերից բժշկական դա ամենատարածվածն է։ Հիմա ես կփաստեմ դա սեփական օրինակով մի հատ պատմություն պատմելով, որը երբեք չեմ բարձրաձայնել, մասնավորապես խոսքը նրա մասին է, որ ես ամբողջ կյանքում միշտ գլուխ եմ գովացել, հպարտացել եմ, պարծեցել եմ այն փաստով, որ երբեք գումարով ինձին չեմ ստացել, չեմ գնացել մարմնավաճառների մոտ։ Կյանքումս խնդիրը նրանում է, որ այո, դա այդպես է, դա փաստ է, բայց կյանքումս ես ունեցել եմ երևի ինչքան էի 15-16 տարեկանում ես հորքուրիս տղայի ընկերը երեքով որոշում ենք առաջին անգամ գնանք մեր աչքերը բացելու, կուսությունից զրկվելու, sense նպատակա ուղված ու այո դե պարզա պետք է դիմենք մարմնավաճառին, ամաչելով, վախելով, արի կարճ կապեմ, երեքից մոտ է չի ստացվում։ Դա անենց հոգեբանական տրավմա էր, կյանքում չեմ մոռանա, ես հորքուրիս տղեն հոչի ողբում, տրանսպորտի մեջ հետ են գնում տուն, ես ու ընկերոջ անունը չեմ հիշում ինչ էր, ես ու այդ տղեն խնդում ենք քտիծաղ, որ հիստերիկ ծիծաղ է մանթոից մոտներես, հորքուրիս տղեն լացում է, Ուրեմն դա մնաց բավականին երկար ժամանակ տրավմա որպես այդպիսին ու ես հետո ընթացքում հասկացա որ դա հիմարություն է իրականում մարմնավաճառին գումար տալը, բայց տարիներ շարունակ դա իմ մոտ վախ էր, բա որ էլի չստացվի։ Так что ինձ թվում է շատերը հիմա տեսան տվյալ պատմությունը։ Այո, եղել է։ Չէ, իրականում բացի բժշկական վախերից ու թույլ երևալու վախից, ինչը որ տղամարդու մեջ դրվում է, ասենք, չգիտեմ, փոքր ժամանակվանից։ Ասենք տղամարդու թույլ երևալու վախը, չգիտեմ, ընկնում է փոքր ժամանակ ծունկը վնասում է, ուզում է լացի, ասում են դու տղա ես, դու մի լացի։ Փոքր ժամանակվանից, օրինակ անկեղծ ասեմ, ինձ իմ հայրը, իմ եղբայրները ինձ սովորացրել են հետևյալը, որ
ոչ ոք երբեք քեզ չի օգնելու, դու մենակդ պետք է անես ամեն ինչը, տղամարդուն վայել չի լացելը, անձամբ ինձ եմ ասում ինչ են սովորացրել, ուժեղ տղամարդը չի լացի, չի բողոքի, կտանի այդ ամեն ինչը լուր մեջ, ու ինձ թվում է, որ տղամարդկանց վախերը, այդ թույլ երևալու վախը, հիմնականում գալիս է շատ փոքր տարիքից, որտեղ տղա երեխան ընկնում է, ասենք ծունգը վնասում է, արմունկը վնասում է, կամ չգիտեմ, գլուխը խփում է սեղանին, վնասվում է, ուզում է լացի, ինչ են ասում իրան տնեցիք։ Ասում են մի լացի, չի կարելի, դու տղա ես, ոնց է կարելի տենց բան անել։ Տղամարդու վախը իր հասարակական կերպարի ոչ լիարժեքությունն է, այդ թուլությունը, այսինքն մարդուն թվում է, որ եթե ինքը ինչ-որ մի բան չի կարա անի ինքնուրույն, այսինքն իրան մեկը պետք է օգնի, ինքը արդեն թույլ է, որտեվ ինձ էլ իմ հայրը, եղբայրներս ինձ սովորացրել են, որ կյանքում քեզ ոչ ոք ոչ մի բան չի օգնելու, որ դու անես, ու դրա համար դու պետքա ինքնուրույն լնես, պետքա դիմանաս, ծանր կյանքին է պետքա սովոր լնես, տղամարդը վախում է դրանից, որ ինքը պետքա թույլ լինի, բայց տղամարդը թույլ էակա, եթե անկեղծ խոսանք, հոգեբանորեն, տղամարդիկ անհամեմատ ավելի թույլ են ու ոչ ստաբիլ, քան կանայք, այդ ճշմարտությունն է, որը որ ես միշտ առաջ եմ տանում։ Օրինակ դրա հետ կապված ես մի հատ շատ կարևոր կարծիք ունեմ արտահայտելու, բայց մինչև դրան անցնելս, անենց հետաքրքրեց միտքդ եւ ասելով, որ տղամարդիկ հոգեբանորեն ավելի թույլ են, քան կանայք, օգնի ինձ հասկանամ, իրոք կանայք էմոցիոնալ ու հոգեբանական առումով ավելի ստաբիլ են։ Մի նայ, որ կինը կարում է լացի, երևի դրանում է իր ուժն է, որտեղ կինը լացեց, իր օրգանիզմը ռեստարտ եղավ։ Տղամարդը որ լացեց, իր օրգանիզմը ռեստարտ չեղավ, որովհետև կողքից ինքը էլի լսեց տղա է սարը, ուր ես լացում, դες ինչ է, ու ինքը իր մեջ պահում է այդ։ Ու դրա համար իր հոգեկան աշխարհը ավելի, ասենց ասեմ, խարխլվող է, քան կնոջինը, որտեղ կինը էմոցիոնալ այդ սպլեսկերը որ ունենում է, լացեց, հանգստացավ, անցավ իր գործերին։ Իր հոգեկան աշխարհը ռեստարտ եղավ։ Տղամարդու մոտ այդ ռեստարտը քանի որ բացակայում է, իր մոտ կուտակվում է իրար վրա ու ինքը կարում է շատ հեշտ կորցնի ինքնատիրապետումը, կարողանում է շատ հեշտ իրան հունից հանելը եւ այլն։ Դրա համար եմ ասում, կնոջը հունից հանելը ավելի բարդ է, օրինակ, քան տղամարդուն։ Դրա անունը տաքարյունություն ենք մենք դնում, որը որ ուժի ցուցադրությունն է ավելի շատ, ասենք, չգիտեմ, տղամարդուն հունից հանեցին։ Ինքը տաքարյուն էր, գնաց ինչ որ մեկին ծեծեց, ինչ որ մեկի վրա գոռաց, ինչ որ մեկի հետ կոնֆլիկտեց, ինքը էլի իր ուժը դրսևորեց, բայց այն ինչի համար ինքը ոնց որ ասած հունից դուրս եկավ, կարողա բացարձակապես պետք չէր որ հունից դուրս գա։ Հասկացա, այս երկրորդ կետի հետ կապված որպես հավելում կասեմ, որ ժամանակին այո ինքս էլ այդ տաքարյունության դրսևորումների զոհն եմ եղել, ինչու զոհը, որովհետև հա, եթե ես կոպիտ ասած տվյալ պահին ինչ-ինչ պատճառներով ինչ-որ մեկին վնասել եմ, բայց հետևանքները այդքան էլ հաճելի չեն եղել, գլխացավանք եւ այլն, ու եկել եմ այն կետին, որ միանշանակ ուժի, իրական ուժի դրսևորումը դա հենց հանգստության մեջ է։ Այո։ Քո հայացքով, քո աուրայով դու կարաս հենց մարդուն տեղ եկած, հարկ եղած դեպքում հոգեպես ոչնչացնես, որ բռնի ուժը նույն լեվելին չի հասնի։ Դες տղամարդը պետք է ունենա ուժ, պետք է կարողանա վնասել, պետք է ունակը լինի դրան։ Միանշան։ Թե ֆիզիկապես, թե բարոյապես, թե հոգեբանական առումով, որովհետև իմ դաստիարակությունը անձամբ ասեմ, որ ինձ պատրաստել են իմ ընտանիքում, ասել են, որ տղամարդը պետք է կարողանա վնասել, տղամարդը պետք է կարողանա կրակել, տղամարդը պետք է կարողանա պատրաստ լինի, որ կարողա կյանքում նենց փուլ գա, որ դրանից խուսափել հնարավոր չլինի, բայց եթե տղամարդը էմոցիոնալ ստաբիլ լինի ու իր հունից դուրս չգա այդ ամեն ինչը չանի, դա է իրական ուժը, որովհետև ունակալնելու չանել, զսպելը քեզ, դա է ուժի ցուցադրություն, ոչ թե ունակալնել ու անել կամ ունակ չլնել ու խոսալ։ Ասեմ ավելին, միանշանակ դա այդպես է, երբ որ ինձ օրինակ են բերում, ասում են այդ տվյալ ուժի դրսևորումը խոսում է ոչ միայն տղամարդու ուժեղ լինելու մասին, այլ խոսում է նաև նրա մասին, որ տղամարդը իրավունք ունի կոչվելու լավը։ Ինչու՞։ Որովհետև եթե մարդ ուղակի բարի է, ուղակի այլ ընտրանք չունի քան բարի լինելու, ինչու, որովհետև ունակ չի վնասելու։ Այդ ուժին չի տիրապետում։ Երբ որ ինձ ասում են ինքը հենց լավն է, ինքը բարի է, նայում ես տվյալ մարդուն, անմիջապես հասկանում ես, որ այդ մարդը այլ ընտրանք չունի։ Ըստ իս տվյալ երևույթի մեջ, հա, էլի լավն է, բայց այդտեղ մառայլ ասվածը այնքան ցածր սանդղակի վրա է, քան այն նրա դեպքում, երբ որ տղամարդը
կարա քեզ ոչնչացնի ամենատարբեր դրսևորումներով, բայց ընտրում է բարի լինելը։ Այո։ Հիմա այդ դա է արժեք։ Բայց հասարակության մեջ տղամարդու ուժեղության ընկալումը, այսինքն այդ տղամարդու վախից դրդված ուժեղության ցուցադրությունը մի քիչ այլ կրիտերիաներ ունի։ Թունավոր առնականություն։ Թունավոր առնականությունը ինձ թվում է հենց այդտեղ է թաքնված, որ մարդը ունակ չի, բայց ինքը այդ իր անունակությունը փորձում է սենց դիմակավորել ուժի ցուցադրությունով։ Դա շատ ժամանակ ավելի նարցիստիկ դրսևորում է, որովհետև շատերը իրական ինքնավստահությունը խառնում են նարցիսիզմի հետ, որովհետև նարցիստները իրանք թվում են ինքնավստահ, այնինչ կոմպլեքսների մեջ թաղված են։ Իրանց վախերը որոնք են։ Օրինակ նարցիսների վախը որն է։ Ինչից է վախում նարցիսը։ Երբ որ իրանով չեն հիանում։ Ինքը վախենում է, որ իրանով չհիանան։ Պրիմիտիվագույն հոգեբանություն, բայց այո, ինքը կոտրվում է դրանից։ Ու սկսում են երբեմն իրանք ճիշտ է թեմայից շեղվում են, բայց սրանով ավարտեմ, եթե թույլ տաս գնամ ընկետին, նարցիստների ես այնքան եմ հանդիպել իմ կյանքում, չթաքցնեմ ժամանակին ես եմ նման դրսևորումներ ունեցել, ոնց ասացի, այնքան տհաճ է, երբ որ մարդ այլ արժեքներ չունի ու ուզում է իրան ընդունեն մենակ իր արտաքին ինչ-որ դրսևորումների համար ու դա բերում է, երբ որ նրան, որ մարդ սկսում է գլուխ գովալ, իսկ երբ որ ինչ-որ մեկը սկսում է գլուխ գովալ, դա արժե զրկում է իր ողջ կերպարը։ Էությունը։ Ինչևից է վերադառնալով, եթե կարելի է Գև ջան, տղամարդկանց վախերի այն մասին, որ տղամարդը պետքա չլացի եւ այլն, օրինակ տես ժամանակակից իրականության մեջ կա այսպիսի մի դրսևորում, որ հակառակը հոգեբանները պնդում են, որ այո, տղամարդը պետքա իր թուլությունները ցույց տա, պետքա ունակ լինի լացելու, առավել եւս ինքը ճիշտ զուգընկերուհի ընտրելու դեպքում կյանքի ուղեկից լինի իր կինը, ընկերուհին, պետքա կարողանա ու նույնիսկ կանայք դա շատ գնահատում են, կարողանա կնոջ հետ կիսվել, որպեսզի ստանա համապատասխան աջակցությունը ու հոգեպես քո ասած ռեստարտ լինի, թոթափվի, շատ ճիշտ բառ օգտագործեցիր։ Ստեղ սակայն ես ունեմ իմ հստակ դիրքորոշումը, որը կարող է նույն կանանց դուրը չգան, բայց փորձեմ ձևակերպեմ։ Այո, ես համաձայն եմ, որ էմոցիոնալ զսպումը մեր կողմից նման կերպով դաստիարակություն ճանապարհ անցնելու դեպքում բերում է նույնիսկ սրտանոթային հիվանդությունների, դա փաստ է։ Քրոնիկ ստրես է միանշանակ, սակայն մի հատ հակառակ կողմ կա։ Այո, ես համաձայն եմ, որ շատ հնարավոր է կինը տվյալ պահին այնպես մի հատ աջակցություն ցուցաբերի, տղամարդուն մեծարելով, ճիշտ բառեր օգտագործելով, ի սրտ է ընդորում, տղամարդը այո թոթափվի ու միացած իրան լավ զգա, բայց այդտեղ այնպես մի հատ մեծագույն վտանգ է կրում, ուստեղ էլի մեր թույլ երևալու խնդիրն է, ես վախում եմ դրանից։ Աստված մի արասցե հանկարծ տղամարդու ավտորիտետը կնոջ աչքերում ընկնի, իսկ բնության մեջ չկա այդպես մի դեպք, երբ որ տղամարդը լինի զգայուն, թույլ տա իրան զգայուն երևալ, արի ուղիղ ասեմ, լացի կնոջ մոտ ու իր ավտորիտետը չկորցնի։ Կինը այդ պահին ամեն ինչ կանի ցույց տա իր սփորտը հավատալով, այո ի սրտ է, սակայն բնությունն է, երբ որ կինը տեսնում է տղամարդու թուլությունը, ինքը կորցնում է ապահովության զգացումը ու հազար ներողություն, բայց կյանքն է այդպեսին, վարդագույն ակնոցները հանենք, դա առաջին այն որ ասում է ազդանշանն է Тревожный звоночек, շնորհակալություն ազդանշանն է, որ ինչ սցենարով ասես կարա դրանից հետո գնա։ Կնոջ ուղեղում տեղի է ունենում մի հատ sense շիլչոկ, որը տանում է ամենաոչ ցանկալի Հիմա հարց տամ, տղամարդը Ես տենց եմ համարում։ Տղամարդը վախենա թույլ լինելուց, թե տղամարդը չվախենա թույլ լինելուց։ Սեփական ընտրության խնդիրն է։ Նորից եմ ասում, ես շատ ճիշտ հարց ես տալիս, այնտեղ է խնդիրը։ Որտեվ տես, ինքը թույլ լինելուց վախենալով չի լացելու իր կնոջ մոտ, որ իր ազսպելու է, դա ունի իր հետևանքները, իր ավտորիտետը պահպանի։ Ինչը կարա ընկալվի օրինակ, որպես սառնություն, որպես չկիսվել, որպես չվստահել կնոջը, այդ մյուս ոնց որ ասած կոպեկի հակառակ կողմն էլ կարողանանք վերլուծենք։
Իսկ եթե ինքը լացի, օրինակ կնոջ մոտ, վերցնում ենք sense օրինակի համար լացը, թե չէ կարա, հա, կարա ինքը գնա, ասի, չեմ դիմանում աշխատանքի տեղը սպանել թողել են, չեմ ուզում այդտեղ աշխատել, բողոքի, գանգատվի։ Ինքը կամ չի անում դա քրոնիկ ստրեսի մեջ ապրում է, վախենալով թուլությունը ցույց տա, կամ թուլությունը ցույց է տալիս ու վախենում է, որ իր ավտորիտետի այդ level-ը իջնելու է կնոջ մոտ, որ վախն է ավելի նախընտրելի։ Սենց ասեմ, ըստ իս ավելի լավ է տղամարդը զսպի, բայց կինը իր ապահովության զգացումը չկորցնի, տղամարդը շարունակի իր կնոջ աչքերում լինել ներողություն որց, խնդրում եմ ես բարիցս չկարչեք, ես երբ որ արտահայտում եմ էգ կամ որց, դա վերաբերվում է բնության դրսևորմանը, սխալ չընկալեք ու չօգտագործեք ինձ։ Լավ է բանը։ Ինչևից է, ավելի լավ է շարունակի իր կնոջ աչքերում մնա առնական ու կինը նման տղամարդուն թողնելու հավանական կնոջ նման տղամարդուն թողնելու հավանականություն ավելի քիչ է, թող դա լինի զոհաբերություն սեփական առողջության դրսևորմամբ, բայց թող ընտանիքը շարունակի լինի համեմատական ավելի ամուր։ Ուստեղ մի հատ այլ կողմ կա է ախր եւ երբ որ տղամարդ բաներ կան, մենք երկուսս էլ լինելով տղա իրար կհասկանանք, որ կնոջ հետ դու ուղակի չպետքա կիսվես, որովհետև տղամարդու վրա արտաքին աշխարհի ճնշումը այնքան մեծ է, կան տղայական բաներ, որ օրինակի համար դու ես կամ մեր վրա օրինակ չբերեմ, մեզնից հեռու։ Ինչ որ մեկը, ինչ որ X կետի է հասել, ինչ որ X ստատուսում իր կյանքում, ունի ձեռքբերումներ, հայտնվում են այլ ուժեղ տղամարդիկ, այլ բևեռից, փորձում են խլել, փորձում են փայ մտնել, կամ ուրիշ խնդիրներ, որը вообще պարտադիր չի կինը իմանա։ Այո, այդ ճնշումը կապ չունի դու այդ հարցին ինչ ձև լուծում կտաս, կկարանաս տաս, չես կարանատաս, բայց մենակ այն, որ դա քո վրա հոգեբանորեն ազդում է, իսկ ինչպես մենք դուրս բերեցինք, անվախ տղամարդ չկա, անվախ տղամարդը դա հիմար տղամարդն է։ Միֆ է, տղամարդու անվախ լինելու մասին բռնումը միֆ է, որտեղ տղամարդը ավելի շատ երևի վախեր ունի, քան կինը։ Այո, ու խիզախությունը ըստ իս դա գիտակցաբար այդ վախի մեջով անցնելն է։ Վախը կառավարել ամենակարևոր բանն է, օրինակ, սենց օրինակ վերեմ Մայք Տայսոնին ամբողջ աշխարհը գիտի ամենաուժեղ բռնցքամարտիկներից մեկն է, ես որ բռնցքամարտով էի զբաղվում, ես իր մենամարտերն էի նայում, իր նման էի փորձում բռնցքամարտել ու շատ եմ սիրել իր բիոգրաֆիան եմ իմացել եւ այլն։ Ու մի հատ բան կա, որ ոնց որ մտել է, սենց տպվել է մեջս, ասում է հարցնում են իրան, ասում են դու 3 տոննա հարվածում ես, դու ոնց ես դու տենց կարողանում ուժեղ խփես, ինչի ես դու այդքան ատելությամբ ու ուժով խփում, ասում է վախից, որովհետև եթե ես չխփեմ, այդ դիմացինի 3 տոննան իմ գլխին է գալու, այսինքն այդ մարդը կարողանում է վախը կառավարելով հաղթանակներ կերտի։ Այսինքն այստեղ հարցը այն հիացմունքի արժան։ Այն չի որ տղամարդը չպետք է վախենա։ Խնդիրը այնտեղ է, որ տղամարդը պետք է սովորի իր վախերը կառավարել։ Այո։ Կլինի դա ավտորիտետի կորուստ, թույլ երևալու վախ։ Այ օրինակ ամենաշատը տղամարդը ինձ թվում է բոլոր տղամարդիկ կհամաձայնվեն։ Ամենաշատը տղամարդը իմ կարծիքով վախենում է, որ իր կինը իրան չդավաճանի։ Վայ Աստված ջան։ Տղամարդու ամենամեծ վախը այդտեղ է իմ խորին համոզմամբ։ Հա։ Որովհետև այդ սենց ասեմ, ջնջում է իր ամբողջական էգոն, ջնջում է իր ամբողջական այդ տղամարդկային ու ворց լինելու պատկերը, այսինքն զրոյացնում է տղամարդուն հենց իր աչքերում, տղամարդու աչքերում։ Եթե դեմ չես լինի դավաճանության թեմայով, արի մենք առանձին մի հատ զրուցելու ենք, շատ երկար թեմա է։ Բայց արդյոք տղամարդու համար դրանից մեծ վախ կա։ Չէ։ Իսկ ինչ է անում տղամարդը, որպեսզի կինը չդավաճանի։ Ավելի լավ է սենց մի քիչ քաղքենի ձևով արտահայտվում, ավելի լավ է մեռնես, քան սիրածը տեղակը քեզ դավաճանի։ Ինչ է անում տղամարդը, ինքը փորձում է կառավարել այդ վախը, որովհետև ինքը վախենում է, իրականում վախենում է։ Չգիտեմ, կյանքի որակով է ուզում կոմպենսացնի, սեռական կյանքում փորձում է ինչ-որ մի բան, մի խոսքով, ինչ-որ բաներ սկսում է անել, ելնելով այդ վախից։ Կնոջ մոտ օրինակ, մի փոքր այլ է այդ ընկալումը։ Կինը այդքան չի վախում դրանից։ Տղամարդու համար կնոջ դավաճանությունը իր եսի կորուստն է, ամբողջական փլուզումը։ Վերջերս հոգեբանների միջազգային տարբեր հետազոտություններ, որոնք որ հոգեբանների կողմից են կատարված, իրանց զեկույցներն էին նայում ու մոտավորապես 20-25% տղամարդիկ վախենում են նույնիսկ հիվանդանալուց։ Այդ լուրջ վախերը դնենք մի կողմ հլա է։ Մի կոմպոնենտը տեղենա, որ ինքը
թույլ է այդ ժամանակ լինում, այսինքն թույլության դրսևորում։ Մյուս կոմպոնենտը այն է, որ իր պատասխանատվությունը, որպես ընտանիքի հայր, ընտանիքի ապահովող մարդ, չի կարողանում իրականացնել, այսինքն պրիմիտիվ բան է, չէ՞ հիվանդանալը, բոլորս էլ հիվանդացել ենք, մի քանի անգամ ենք հիվանդացել, բայց աշխարհում ահագին տղամարդ դրանից վախենում է։ Երբևէ չէի մտածել այդ ուղղությամբ, անկեղծ, բայց լսելով քեզանից, հենց հիմա ներքին արագ վերլուծեցի, այո, միանշանակ ճիշտ ես։ Վախը կա, չէ՞, որ հիվանդանաս, բա այսա գործերս կմնան, բա գումար չեմ կարողանա աշխատեմ, բա ոնց է ալնելու, ասենք, չգիտեմ, կինս է ինձ խնամելու, պետք է նեղություն տամ։ Ի վերջո, տղամարդիկ դրանից շատ են վախենում։ Նույն թույլ երևալու կետին ենք վերադառնում։ Նույն թույլ երևալու կետն է, ու ես կարծում եմ, որ ոնց որ դու ասեցիր, տղամարդը պետք է առանձին դա, ոնց որ ասած, տանի, միայնակ տանի, որպեսզի այդ կրեդիտները չկորցնի, այսպես ասած, ավտորիտետի, բայց միևնույնն է, ես մտածում եմ, որ տղամարդու նկատմամբ այդ վերաբերմունքը հասարակության շատ դաժան է, չափից ավելի դաժան է։ Մենք ինչ ենք անում, մեր սոցիալական ճնշումը։ Այո, մեր տղեկով մենք մեր միջավայրում մենք էլ ենք տենց վերաբերվում։ Մենք էլ ենք ասում, լավ, ամոթ է, տղա ես, չէ՞։ Ու տղամարդու վրա մենք մեր վրա ինքներս դնում ենք մի հատ բեռ, որը որ իրականում շատ դժվար է տանել։ Ու ես կարծում եմ, որ դրա հետ պետքա մի բան անել, ու ինձ թվում է հաջորդ հաղորդումներին մենք էլի կանդրադառնանք այս վախերի թեմային։ Հարգելի հետևորդներ, շնորհակալություն մեզ դիտելու համար, եթե ունեք ինչ-որ կարծիքներ, ինչ-որ առաջարկություններ, թե հաջորդ հաղորդումները ինչ թեմաներին նվիրված լինեն, անպայման գրեք մեկնաբանություններում, տարածեք, լայքեք, կոմենտեք, եթե համակարծիք եք, գրեք, որ համակարծիք եք, դա մեզ հաստատ կողքեվորի, իսկ ձեր հետ էր տեստոստերոնի արքա Լևոնը եւ ձեր խոնարհ ծառան Գևորգը։ Կհանդիպենք Մենստոքի հաջորդ թողարկումներում։